Ստացվում է, որ մեր երկրում անարդարության, սովի պատճառը դատավորներն են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջի շրջանում կառավարության նիստի հարցը պատասխանից հետո ասում է եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում, դատական համակարգը կաշառակեր դատավորները բոլորը բռնվելու են եւ նստելու են, ասում է դիակը ընկած է, ուզում եմ հայտարարությունները ստակ ասեմ դիակը կողքը բռնում ես հասնում են դատարան արդարանում են։ Հիմա ստացվում է, որ մեր երկրում անարդարության եւ սովի պատճառը դատավորներն են։ Երբանից եւ ինչպես պետք է վերանայեք ձեր աշխատանքը, պարոն Հովհաննիսյան։ Աշխատում ենք բնականon ձևով, դրանք քաղաքական հայտարարություններ են, հասարակները ես ձեզ հաշիվ տվեք, ոնց է, ինչով եք զբաղվում։ Դե վարչապետը դատական համակարգը, օրինակ դառնա իշխանություն Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը։ Մեր պաշտոնատար բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտությունները չեմ մեկնաբանում որևէ կերպ, ես դրա հասարակները չեմ։ Ուրիշ եթե համակարգին վերաբերող հարցեր կան, խնդրեմ։ Երբ որ լսում եք, որ դատական համակարգի ներկայացուցիչ, ինչպես եք դա անցալում, երկրի առաջի դեմքը, դատավորներին դատական համակարգը հեղինակացվում է, ինչ որ ինչ ձևով որ անցալում ենք, դրան ըստ դրա մենք ոչ մի բան անլուրջ չենք ընդունում։ Ինչ որ լսում ենք, մենք մեր մեջ հետևություններ ենք անում, հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ նման ամեն հարցի ամեն ինչ։ Հայտարարությունները ասում եք որպես քաղաքական գործիչ հայտարարություն անում, բայց դրան հետևելու են կարծես թե այնուամենայնիվ հետևելու են քրեական գործեր, դատական համակարգի մակրում, մտահոգություններ, մտավախություններ չունեք, որ երկրի առաջի դեմքը կանգնի եւ ասում եք կոռումպացված դատական համակարգ։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, քաղաքական գործիչները իրենց դիտարկումներով իրենց գնահատականները կարող են տալ։ Մնացածը մենք մեր լիազորությունների շրջանակում դրան կանրադառնանք, երբ որ հասնի մեզ հարցը։ Ես չեմ ուզում որևէ մեկնաբանեմ այդ ձևով։ Կոռումպացված համակարգի ներկայացուցիչ։ Լավ, եկեք բանի մեջ չմտնենք, ուրիշ Դուք կարծում եք դատական համակարգում բարեվարկության խնդրի ինչ որ խնդիր կա։ Միշտ էլ կա դատական համակարգում բարեվարկության խնդիր։ Միշտ փոփոխությունների, այո, մաքրվելու, ինքնամաքրվելու միշտ էլ հարցեր կան։ Դա process է, որ միշտ ընթացիկ պիտի գնա։ Վեթինգ էր անում իշխանությունը։ Եղավ այդ վեթինգը, պարոն Հովհաննիսյան։ Հայտի դատավորներին ոչ ճկվող դատավորներին կարծես թե հեռացվեցին։ Դե հիմա ես դրա հասարակները չեմ։ Լավ, հիմա դուք քննում եք հայտի գործեր եկեղեցու դատական համակարգի։ Հիմա որ դուք լսում եք եկեղեցու դեմից արշավը տեսնում եք, ինչպես կարող եք անկաշ կնդակ կայացնել։ Կկայացնենք, կտեսնենք։ Հաջողություն ձեզ։